ինչպես ինքն է ասում, մարդ, քանդակագործ, մկրտիչ, մազվանի։ Շատ երջանիկ եմ, որ կարողացել եմ Շարլ Ազնավուրը ներկայացնել, որտեղ մեր մեծերը ավելի տեսանելի լինեն։ Մայրաքաղաքները խառնել եմ իրար հետ եկա այս տոճը։ Բայց Ռիգայի աղջիկները ավելի սիրուն են, չէ՞ ոնց է։ Սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին ճանաչիր մերոնց հաղորդաշարն է, մեր հերթական հաղորդումն է, եւ ես սիրով մեր տաղավար եմ հրավիրել քանդակագործ, ինչպես ինքն է ասում, մարդ, քանդակագործ, մկրտիչ, մկրտչի Մազմանյան։ Խնդրեմ, մայստրո։ Վստահ եմ, որ միշտ հարցազրույցում հարցնում են պարոն Մազմանյան կամ ընկեր Մազմանյան, ինչպես եք, ինչով եք զբաղված եւ այլն։ Ես սիրով գուզեմ մի քիչ ներկայանալ, թե ինչով եմ զբաղված եղել վերջի 2 տարին, որը ինձ համար շատ երջանիկ տարի է, քանի որ այս 2 տարվա մեջ արել եմ հուշարձաններ, որը դրված է քաղաքում շատ մտերմիկ մի վայրում, ընթերցողի հուշարձանը, Ալեն Մարգարյանի հուշարձանն է, բրոնզաձույլ, երկրորդ երևույթը դա Շարլ Ազնավուրի ցուցահանդեսն էր, անցած տարի ես ներկայացել եմ։ Ես շատ երջանիկ եմ, որ կարողացել եմ Շարլ Ազնավուրին ներկայացնել, իմ Շարլ Ազնավուրին ներկայացնել, յուրահատուկ ձևով, դուք եղել եք կարծեմ, կարող եք մի քանի բառով խոսել, ասել, եւ հիմա չնայած տեղադրված չէ, աշխատել եմ եւ վերջացրել եմ մեր մեծ գրող, մեր հանջարեղ մտավորական, մեր արևներից մեկը, հայոց արևներից մեկը Կոստանդզարյանի հուշարձանն է։ Կոստանդզին Եղիազարյան, ինչպիսի անուն ուզում եք տվեք, ինքը իր հուշարձանը ինքն է դրել իր գրքերով։ Ես ձեզ մի գաղտնիք բացեմ, մտածում էի իմ հորինվածքների գաղտնիքը, մտածում էի Կոստանդզարյան կարել է մի մեծ գիրք անել, մի քանի հարգանի, ասենք Սպանիա, իր գրքերից մեկը, մտնում եք ներս, ագանջակալներով լսում եք Սպանիան։ Գիրք, որը հանրագիտարան է, համամարտկային հանրագիտարան, մշակութային հանրագիտարան, մտքի հանրագիտարան, վերլուծաբանության հանրագիտարան եւ երկրորդ շենքը կարող գիրք շենք նավալերան վրա, երրորդը անցորդ նույն ճամփան։ Այդ հզոր մարդուն բախտ է վիճակվել, որ ես իր արցանը կերդեմ, բայց ցավոք դեռ ավարտուն չի։ Տեղ չունի ապրելու վայր չունի։ Բայց ինքը արդեն ես տեսել եմ բանի Իգիթյանի կենտրոնի դիմաց տեղադրված որպես ցուցանմուշ, ցուցահանդեսի, ինչպես ենք ասում հայերեն, էքսպոնատ, հա, ցուցանմուշ։ Ժամանակավոր դրված է։ Բայց եթե տեղը գտնվի, հենց դա է դրվելու, թե որոշ Չէ, դա է դրվելու, բայց ինքը հիմա տուժած վիճակի մեջ է, որովհետև եթե արցանը հիմք չունի, ճարտարապետական լուծումը արված չէ, ինքը կիսատ է նայվում, լրիվ չի նայվում։ Չէ, այդ պաստամենտը, տագի հարթակը եթե լերվի հիմքը ժամանակավոր է, հասկանալի է, բայց ինքը բուն արցանը հենց դա է տեղադրվել։ Բուն արցանը սա է, բայց ես ասեմ, որ ճարտարապետությունը ահռելի լրացումներ է տալիս։ Ոնց որ մարդը կոստյում հագած առանց կոշիկների, պատկերացրեք ինչքան ցույցաղելի կլինի, ելես բեմ ժողովրդի առջև։ Չէ, ես տեսել եմ Աբովյան փողոցի վրա այդ Իգիթյան կենտրոնի դիմաց որ տեղադրված է, շատ խորը, շատ աչքը շոյող, շատ խորիմաստ, շատ օրիգինալ, հա, կարելի ասել արձաներ, որի մասին ես իմ գոհունակությունն եմ եւ շնորհակալությունն եմ հայտնում։ Ես շատ շնորհակալ եմ, ուզում եմ հարցնել ինչպես տեսակ արձանը, հավանեցիք չէ։ Ուրեմն նախ սկզբում մտա վախենալով որ հանկարծ կփակվի չեմ հասցնի, այդ բանը նայեցի, ցուցասրահը նայեցի Իգիթյանի կենտրոնում, որից հետո դուրս եկա ու այդ Կոստանդզարյանի արձանի դիմաց նայեցի, խորացա, այսպես ասած, իմ կարծիքը ձևավորեցի, մեծ տպավորությամբ հեռացա։ Շնորհակալ եմ անչափ։ Ես ներսում սենյակների մեջ ցուցասրահում ունեի եւս 2 փոքրիկ Էսքիզներ, մեկը ոսկեգույնը շատ հավանեցի ոսկեգույնը, ուզում էի դա, բայց մեր հարգարժան ժյուրին, հատկապես Տիգրան Մանսուրյանը, որը նախագահն էր ժյուրիի, շատ հավանեց այս վերջի վարիանտը։
Եվ իրականության մեջ ես եմ հավանում, ինքը ճիշտ է։ Մեր հայոց սֆինքսը իր գործը արած մերժված խորհրդային տարիներին մերժված դրա համար են գրքերը այդպես քայքայված, ճնշված, նաև ես ուզեցել եմ որ մարդիկ գրքի մեջ մտնեն, ոչ թե մագերեսը տեսնեն։ Գիրքը քանդակելը շատ պրիմիտիվ բան է։ Խորհրդանշական էր, ամեն գեղարվեստը պետք է մեջ լինի, էլեմենտը հաշվի առած եւ իր Միչայելոց ես չգիտեմ, դուք քանդակագործ որպես ձեզ ավելի տեսանելի է։ Ես որպես սովորական մահկանացու, որ նայում եմ իր դիմանկարին, դիմաքանդակին, ինչ-որ պատկառանքի տենց զգացում չկա։ Այդ իր ճակատը, այդ լայնախոհ ճակատը, անհասանելի դեմքը։ Այնտեղ ցուցասրահում Մինաս Ավետիսյանի եւ Մարտիրոս Սարյանի նկարներն էին, չէ՞։ Ես այդ նկարների առջև կանգնած, ինձ երկար նայում էի, ինչքան ինձ բան ես զգում, պատկառանք ես զգում այդ անձի նկատմամբ։ Մարտիրոս Սարյանի այդ գործը հրաշալի գլուխ գործոց է, համամարտկային մի գլուխ, նկարչության մեջ լեզու է, ասելիք է։ Դե Մարտիրոս Սարյանին էլ շատ տպավորիչ էր, բայց նաև Մինաս Ավետիսյանինն էլ, այսինքն բացառիկ մի գործ է, որը արդիական ծավալներով լուծված, հարթություններով լուծված, բայց Կոստանդզարյան է, Կոստանդզարյանն։ Այո, երկուսի պարագայում էլ ես կանգնած, ասես ոնց ասեմ, կախարդված, այդ իր մեծությունը, այդ իր ասում եմ այդ ճակատի, այդ լայնախոհ ճակատը, այդ որ նայում ես, իսկական գեներալի որդի է, էլի։ Այդպես է, այդ գեներալի որդի, չէ։ Ես առաջնահերթությունը տալիս եմ արվեստի լեզվին։ Այո։ Մինասի մոտ արվեստով էր, շատ արվեստով էր արած, շատ գեղարվեստական գունանգարչային մոդեցում էր։ Յուղաներգային մոդեցում էր արված։ Դա սպეციფიկ ինքնատիպ, հա, այդ բնորոշ նկարչությանը գունամտածողությամբ է արված, գունամտածողությամբ արված է, ինչպես նաև քանդակը պետք է այդպես անես, քանդակն էլ, արձանն էլ պետք է լինի արձանագործական, արձանի անատոմիա, ես եթե նկատել եք այնտեղ աչք ունք բան չկա, ծավալներ են, իմ մոտ ծավալներ են, խորոչներ են, ելուստներ են, բայց վերջնարդյունքում դարել է իմ Կոստանդզարյանը։ Այո, Գուցե Կոստանդզարյանը չի, բայց իմ Կոստանդզարյանն է։ Չէ, տպավորիչ էր, ես ասում եմ, եւ արձանի եւ նկարների պարագայում կամ նկարների եւ արձանի երրորդության մեջ շատ մեծ տպավորությամբ, այսպես կանգնել, երկար նայել եմ ու իրոք խորություն է զգում այդ հոգիդ։ Գիտեք, ինչ դժվար է Կոստանդզարյան, մի մարդ, որ 4 լեզվով գրել է։ Արդյոք կարող ենք հաշվել մատների վրա, քանի հոգի կա այդպես 4 լեզվով գրած գրականություն գրած, այն էլ ինչպիսի գրականություն, այդպիսի ծավալուն հզոր գրականություն եւ ամբողջը լցված գեղարվեստով, մշակույթով լցված։ Դե հիմա 140-ամյակն է, չէ, Կոստանդզարյանի եւ էլի ոնց վերցնում ես մեր ժողովրդի ճակատագիրն է, էլի երևի այդ մեծերին մենք կամ ուշ ենք գնահատում, կամ ուշ ենք գիտակցում, գոնե հիմա իր արժանի տեղը գտնի, հա։ Այո, գուցե տեղը գնա։ Հուսանք մեր պատկան մարմինները կզգան, ես վստահ եմ, որ իրենք էլ են պաշտում անհնար է Կոստանդզարյանին, ինչպես Արշիլ Գորգուն, ինչպես Կոմիդասին չպաշտեց, Խաչատրյանին միջազգային մարդիկ են։ Կոստանդզարյանը միջազգային համամարտկային գրող է, Խաչատրյանը համամարտկային կոմպոզիտոր է, երաժիշտ է, Արշիլ Գորգին համամարտկային, ես կասեի այս բոլոր անունները, որտեղ էսի դիեզերական են իրենք, մոլորակներ են, մոլորակներ։ Գրիգոր Գուրզադյան։ Գուրզադյան, գիտության ասպարեզ չմտանք, վախենում եմ, որի։ Շատ խորն է։ Գուրզադյանի եղբորն եմ ճանաչել, Չարդարավետցատ, մդերմիկ էինք քաղաքաշինության բաժնում, հայ պետնախագծում, սկանչելի մի ազնվորություն։ Պարզ է։ Լավ, մի քիչ անդրադառնանք ձեր ուրիշ գործին։ Հա, դե Շարլ Ազնավուրի ձեր ցուցահանդեսին անցյալ տարվա ես ներկա եղա, էլի մեծ տպավորությամբ տարբեր լուծումներով, տարբեր արձաններ, հա։ Տագը եղա, այո, նգուղում եղա։ Այո, նգուղում, որտեղ լուսային, երաշտական, այդպիսի ձևավորումներ ես էլ հավանեցի այդ
Ես ազնավուր պաշտով եմ։ Ինձ համար ավելի մեծ քան ազնավուրը գոյություն չունի։ Եվ զարմանում եմ այդ փոքրիկ ծավալի մեջ, այդ մարդ այդ փոքրիկ ծավալի մեջ այդքան շնորհք ինչպես է տեղավորված, այդպիսի կատարում, այդպիսի հորինումներ, այդպիսի երաշտականություն, այդպիսի էներգիա։ Մենք հայերս ասում ենք, որ մենք փոքր ենք, մենք փոքր չենք, տեսեք մեր միջի մարդիկ ինչքան մեծ են, ամեն մեկը մեգական մոլորակ են, երկրագնդի վրա էլ չեն տեղավորվի։ Ուղղակի պետք է մտածել, ստեղծել մի այնպիսի համակարգ, որտեղ մեր մեծերը ավելի տեսանելի լինեն, ավելի ներկայանալի լինեն։ Հուսանք մեր հիմիկվա կամ առաջիկա նոր կառավարությունը կարողանա մշակույթին, գիտությանը, սպորտին ավելի մեծ տեղ տալ։ Մեծ տեղ տալ դա գումարներից կախված է եւ մի քիչ էլ ըմբռնումից հասկացողությունից։ Շատ-շատերը չգիտեն, որ Կոստան Զարյան ունեն։ Շատ-շատերը չգիտեն, որ այդպիսի շատ-շատերը չգիտեն, որ Աբետ Տերդերյան ունեն կամ Մանսուրյանի նման մեծություն ունեն։ Շատ-շատերը չեն գիտակցում։ Պետք է հանրայնացնել այդ ամբողջը։ Այդ դրա համար էլ pedagogan ծախսեր են պահանջում։ Սրահներ, գույքեր, տարածքներ, ես չգիտեմ։ Չէ, առաջինը ворթեգրել այդ քաղաքականությունը, որ դրանք հանրայնացնել, դրանց մասին խոսել, անպայման ներկայացնել։ Օրինակ Կոստան Զարյանը պետք է պարտադիր համալսարաններում, դպրոցներում պարտադիր պետք է կարդան, սովորեն, ժամեր հատկացնեն, շաբաթական 2 ժամ ընթերցանություն Կոստան Զարյան։ Դա բացառիկ մի գրականություն է, դա լեզվի, բարի, անիրևագայելի մի գիտելիք է, մի շտեմարան։ Ու ցավոք ժամանակին ճիշտ չգնահատված մեր Այո, հասարակության դրա համար ես ասացի, որ գրքերը ես այդ վիճակով եմ արել, բայց այնուամենայնիվ ինքը հաղթեց Սվինքսի նման իր գործը ավարտած, ձեռքերը հանգիստ, հանդարտ, գուցե եւ իր սիրելի Աբովյան փողոցում հետագայում տեղադրվի ու հանգստանա։ Այս մարդը քանի անգամ եկել գնացել, տեղ չունի, վերջապես պետք է ունենա թե չէ։ Բայց իմիջիալոց իրոք շատ դժվար է, երբ որ դու ինչ-որ բան ես անում, եւ հայրենանվեր, հա, եւ ստեղծագործական, ու ճիշտ գնահատականի չես արժանանում։ Շատ դժվար է գտնել քաջություն, համարձակություն, որ շարունակել նույն ոգով։ Նայեք մեր պատմությունը։ Անդրանիկը նեղացավ գնաց, չէ՞, Անդրանիկ Օզանյան, Նժդեհը նեղացավ գնաց։ Մյուսները, այսինքն քանի անգամ Կոստան Զարյանը գալիս է հայրենիք, որ իր այսպես ասած ծառայությունները առաջարկելով հայրենիքին, Մայր Հայաստանին, արժանի գնահատական չի գտնում, նորից հեռանում է, բայց ելի քաջություն է ունենում նորից վերադառնալու։ Բայց ես կարծում եմ այդտեղ հայ ժողովուրդը եւ Հայաստանը իհարկե մեղքի բաժին ունի, բայց քիչ։ Այդ ամբողջը կարծեմ Կրեմլի ազդեցություններն են եղել, Կրեմլի ազդեցությունները ներողություն։ Չէ, հասկանալի է, բայց մենք պետք է կարողանանք այս ստեղծել այդ արժե համակարգ, սիստեմա, հա, որտեղ իրոք մեր արժանավոր զավակները եւ տեղ ունենան, հարթակ ունենան իրենց ինքնաարտահայտվելու։ Որտեղ նայեք, ինչ է իրականությունը ցույց տալիս, որ բոլոր այն շնորհալի հայորդիները, ովքեր երկրից դուրս են գնում, այդ իրենց համակարգում նորմալ իրենց կարողանում են դրսևորել ու հասնել համաշխարհային ճանաչման ու մեծությունների։ Ճիշտ է։ Բայց մենք այդ արժե համակարգը քանի որ չենք կարողանում դնել ու մեր մոտ ճանաչված չեն ճիշտ շնորհբանի ուշադրության չեն արժանանում, հնարավորություն չի իրենց ինքնադրսևորվելու եւ այլն, որի պատճառով թող մեռան։ Սիրելի Վահրամ, այդ դրա վրա ես անընդհատ մտածում եմ արդի մեր մշակույթի գիտության գործիչների մասին եւ նախորդ քիչ առաջ խոսեցիք կարծեմ, Փափազյան, Ներսիսյան եւ այլն, դուք գիտեք հիմա պագաս մարդիկ չունենք, որոնք այդպես հանրահրաշակված չեն, չեմ ասի, որ իրենցից բարձր են, գուցե իրենց հավասար են, բայց արժանի բան չունեն, գնահատական չունեն այսօր։
չգիտեմ ինչուց է, հասարակությունից է, թե հասարակական կյանքից է, թե pedagoganությունից է, չեմ հասկանում ինչ է։ Կամ ուրիշ բանի հետևից է ընկե աշխարհը ուրիշ բանի նյութի հետևից է ընկե աշխարհը մոռացվում են այդ կարևոր բաները առանց գիտակցելու որ իրենց պահողը հենց այդ մարտիկ են, այդ անհատներն են։ Այսօր մենք եւ ունենք փառահեղ դերասան եւ փառահեղ գիտնական եւ փառահեղ հորինողներ, աբրողներից Տիգրան Մանսուրյան, հսկա մի ազնվորություն, գյուդարար երաժշտության մեջ, նորություն։ Քիչ առաջ է մահացել, քանի տարի առաջ Ավետ Տերդերյան, նորություն, ինքնատիպ, երաժշտական աշխարհի համար նորություն։ Դա շատ կարևոր բաներ են։ Դրսում ինչեր ունենք, Ռուբեն Նաքյան, քանդակագործ ունենք, որ վերին աստիճանի բարձր, Վիլյամ Սարոյանի նման, ինչպես Արշիլ Գորգին, բարձրագույն մտավորականներ, եւ դրանք կհավաքվեին Հայաստանում, պետք է փոխանակ այդ հսկա, չպետք է հսկայական խանութներն էլ լինեն այդ մոլերը, չէ՞, բայց հետաքրքիր է, հնարավոր չի մի հատ այդ մոլերի նման պատկերասրահ ստեղծել, այդ մեր հին նախնադարյան պատկերասրահը, որ սրահներ չունի, բան չունի, օդափոխության հավասար ջերմություն պահելու, ով է տեսե գալել բան պատկերասրահը պատուհաններով է։ Տգեղ շենք է նաև այդ մեր շենքը։ Դժգոհ եմ, պետք է մտածել այդ մասին, պետք է գտնել մեծենատների, որոնք կարող են այդ մասին մտածել։ Հուսամ կծնվեն դրանք էլ։ Երևի ժամանակի պահանջով, այսինքն ամբողջական հիմա փաստորեն պահոցներում լիքը նկարներ կան, շատ, որոնք ներկայացված չեն տեղի եւ հնարավորությունների պատճառով։ Իհարկե, շատ բաներ ունենք մենք ցուցադրելու։ Գիտեք, Արտո Չակմակցյան իր ամբողջ գործերը նվիրեց Փարիզում ցուցահանդեսել, նվիրեց Հայաստանին, տեղափոխության ծախսը չանելու համար չբերեցին։ Հայաստան չբերվեց, մի քանի տարի առաջ էր։ Մի քանի տարի առաջ Արտո Չակմակցյանի նման մեծություն չբերվեց։ Հիմա լավ է մեր ձեռներից է մեր ժողովուրդը, անհատներն իրենք են անում, Փառք ասու, արտասահմանից եկող տուրիստները տեսնում են, գոհ են մնում, բայց եթե դա pedagoganորեն արվի, հրաշք կդառնա, հրաշք։ Այնքան ցույց տալու բաներ ունենք մենք, այնքան ցույց տալու բաներ։ Կներեք, մենք անցանք լրիվ ուրիշ բաներից ենք խոսում, մշակույթ արվեստ թողեցինք, չնայած արվեստի բաղադրիչներն են դրանք, օգնողներն են։ Հիմա մի քիչ խոսենք ձեր գործերից, ձեր աշխատանքներից։ Իհարկե մի քիչ տխուր նոտայով փաստորեն երիտասարդական պալատը, որը քանդվել է, այնտեղ լիքը գործեր ունեք արած, որը Չէ, լիքը չէ, մի հատ մեծ գործ ունի արած, Ադամ Եվա, շատ հետաքրքրական գործեր, հսկայածավալ էր ինքը։ Որ մասում էր ես։ Կանաչ բառ կար, մի հատ կանաչ բառ, բարձրանում էի ցախ թևի վրա։ Ինքը դարել էր բան, կիսել էր падը։ Падը կիսել էր, այն կողմել են, նստում են կողմ։ Ես երկու սյուներ թաքցրել էի այդ կոմպոզիցիայի մեջ Ադամն ու Եվան են եւ Զարդակ քանդակ էր, չէ՞։ Չէ, քանդակ, երաչափ քանդակ։ 3 մետր բարձրություն, 8 լայնություն, 1.8 երկարություն, 1.5 լայնության կլոր բոլորապդույթ, այդպիսի քանդակ էր։ Ես ուզում եմ մտաբերել, որտեղ այդ մասում ոսկեգույն։ Շատ եմ եղել, այդ աշճաններով բարձրանում ենք, այդտեղ դիսկոտեք կար, այդտեղ իջնում ենք, մի որոշ ժամանակ այնտեղ աշխատել ենք։ Հատուկ ոսկեգույն է արել, որտեղ փաստորեն Ադամ ու Եվան մեր պապան, մեր մաման է։ Դրա համար ամենաանդիր, ամենաթանկ բանը, որից մենք ծնվել ենք։ Այդ ուր աշճաններով բարձրացնում ենք, մի հատ ձախից կար, մի հատ աչից կար, ռեստորան էր, ձախից կաֆեներ։ Զարմանալի է, եւ այդ շինությունը, այդ շենքը Խաչեգյան, Թարխանյան, Պողոսյան, քաղաքի հրաշներից մեկն էր, միակ կետն էր։ Օպերան այդպես չի երևում, ինչպես այդ շենքն էր երևում, որ կուկուրուզնիկ էին կազմում։ Այո։ Քանդվեց, չեմ հասկանում ես ուղղակի վանդալիզմ։ Այդ պարզանքի օբյեկտը քանդվեց եւ չսարկվեց երկար տարիներ։ Մանկական աշխարհը քանդվել է, ինչ որ մեկը գնել է տասնյակ տարիներ քաղաքի կենտրոնում սրդի մեջ չաշխատող երակ, չաշխատող կարևորագույն մի դետալ չի աշխատում։ Սևան հյուրանոցը քանդվեց, տեղը չի կառուցվում։ Հիմա էլ կբելեն օտակայանին, իսկ ինչ փորձանքի են բերել կինո Ռասիային, ինչ փորձանք են բերել այդ շինություններով եկե մտել են մեջը, շենքը չի երևում, միջդեռ այդ շինությունները պետք է կինո Ռասիայի պոչը լինեին, պոչը։
մի ճարտարապետություն, մի հանրարետ ճարտարապետություն սովետական տարածք, որտեղ ինդուստրիա չկար ճարտարապետական, շինարարական ինդուստրիա չկա, այդ հրաշալի, այդ դժվար շենքը կառուցվել է։ Օտակայանը նույն ճակատագրին պիտի արժանանա։ Բայց ավելի լավ է քանդել, քան այդ շինություններով գրավել, ինչպես կինո Ռոսիան են գրավել։ Դա ազգային բան է, ամոթ է, ազգային ամոթ։ Դեղ էլ Զվարթնոցում էլ չէ ունեք բաներ գործեր։ Հա, Զվարթնոց օտակայանը արդեն 50 տարվա պատմություն է Զվարթնոց օտակայանը, այդ կողապատերի հեղինակն եմ ես, Աբագիներ եւ այլոմիններով։ Այդ թեք որ կային։ Թեկությամբ դա թելադրել էին ճարտարապետական էլեմենտները թելադրեցին այդ հոսքը, այդ ուղղությունը բուն ճարտարապետությունն է ինձ թելադրել, որ գնալով իրար միանում են, թռնում ես միտեղ եւ ինչու Աբագիներով որ մոդենում ես օտակայանին, երբ որ ներսը լույս է, դրսից լույս են գազվրել, ինքը ծավալ է երևում, երբ որ մտնում ես ներսը, արդեն Աբագին լույս արդացոլում, դա նորույթ լինի, կարծես թե ուրիշ մի բան է, նույն բանը դրսից մեկ կերպ կերևա, ներսից մեկ այլ կերպ կերևա, դա նրա համար, որ դու քո երկրից թռնելու ես, այլ միջավայր ես ընկելու, գլխավոր միտքը դա էր գործի, բայց նաև ամենակարևորագույնը, որ դու ճարտարապետության հետ համահունչ լինես, չխանգարես, լրացնես, եւ այդ լուծումը կարծեմ ստացվել է տղաները, ճարտարապետները մեր Իսկ այդ բանին ինչին հանգեցիք, իրենք ինչ որ բան արեցին, որ այս լուծման բանով, թե ինքներդ կտակ դրա լուծումը։ Թե ինքս կտա։ Ես երիտասարդ էի, որ եկա ինձ հրավիրեցին տղաները, Թարխանյան Արթուրը, Խաչիկյան Սպարտակը, ես այդ Էստոնիայից վերադառնալուց, եկա, հատուկ եկա դրա համար, արդեն օթանավի մեջ իմ մոտ կար գաղափարներ, որովհետև ես տեսել, զգացել էի, մակետն էի տեսել եւ այլն, եւ զգացի ինչ պետք է անել այդ ճարտարապետության հետ, ինչպես կավարտվի, բայց ցավոք սովետական երկրում չկար տեխնոլոգիա, որ դա բացառիկ որակով արվեր, իմ ուզածը արվեր։ Մի կերպ հայերեն ասած մի բան բստրեցինք, որ գաղափարից մոդենա, լիարժեք։ Անհրաժեշտ նյութը բանը չկար, էլի, հա, որակյան։ Բերեցինք, գույնավոր աբագի բերեցինք, բայց սովետական միությունում չէին կարողանում հարթ աբագիներ ծուլեին, ամբողջը ստիպված ես այս աբագիներով, բայց սա էլ բացառիկ էֆեկտ ունի, Շատ լավ։ Իսկ ոնց եղավ որ գնացիք Տալին, փաստորեն այնտեղ Մերկուրովը ավարտելուց հետո Թերլեմեզյան։ Չէ, եկա Թերլեմեզյան սովորեցի ես։ Թերլեմեզյան 5 տարի սովորել եմ եւ ես իրավունք ունեի, որովհետեւ կարմիր դիպլոմով եմ ավարտել, մտնեի մեր Գեղարվեստի Թատերական ինստիտուտ, առանց հերթականությունը ոնց եղավ։ Սկզբում Մերկուրով, թե, հա, Մերկուրով, Թերլեմեզյան, Էստոնիայի ակադեմիան։ Դա եմ ասում, հետո ոնց եղավ որ գնացիք Տալին։ Դե գիտեք, մեր Բալտիկյան մշակույթը շատ է սիրում, քաղաքները սիրում է այդ տանիքները, սրած այր եկեղեցիների բաների, Ռենեսանս բան, հա։ Ծով էի սիրում, գետ էի սիրում եւ ես ուզում էի գնայի Ռիգա, Լատվիա, բայց սխալմամբ տոմսը առել եմ, մայրաքաղաքները խառնել եմ իրար եմ խառնել, եկա Էստոնիա։ Տալին եւ շատ գոհ եմ որ եկել եմ Տալին, շատ հավանեցի, շատ օգտակար էր ինձ համար, արվեստագետի համար շատ հաճելի տեղ էր, որովհետեւ սկանդինավյան երկրների հետ ամիջական կապեր կար եւ ինֆորմացիան շատ էր։ Պլյուս Ռիգա, Վիլնյուս, Լենինգրադ, բայց Ռիգայի աղջիկները ավելի սիրուն են, չէ՞ ոնց է։ Աղջիկները, չէ, էստոնացիներն են սիրուն։ Շատ սիրուն են։ Գերմանա։ Բայց երբեք աղջիկ չեմ քանդագել մինչեւ ամուսնանալս, երկրորդ անգամ ամուսնանալս։ Հա։ Նոր անցա աղջիկ քանդագել, էնել բոլոր գործերս դուք չեք տեսել, չգիտեմ, գիրկը բերել եմ դες կներում, առանց գլուխ են իմ աղջիկները։ Չնայած աղջիկա վրա չկա մի միլիմետր, որը հմայից չլինի։ Արվեստ է։ Գլուխը մեզ խանգարում։ Բայրոնի ասածը որ երկ է մարմինը կանացի։ Գերագույն էսթետիկա, գերագույն գեղեցկություն, բնությանը ստեղծած ամենակատարյալ ծավալը կինն է ինձ համար։ Դրա համար ամբողջը կիներ են, իմ քանդակները հիմա կիներ են։ Բայրոնի խոսքերը գիտեք։
Երկ է մարմինը կանացի, երկ որ մի օր Տեր Աստված մայր բնության մեծ մատյանում հանճարել է ներշնչված։ Բայրոնի խոսքերն են։ Ինքը բանաստեղծական բանով է տեսել, ես քանդակային ծավալային բանով եմ տեսել։ Դրա համար ես որ Էստոնիայից եկա Երևանում իմ բոլոր գործերի մագերեսները շատ խորտուբորտ էին։ Ֆակտուրա ունեին, տեքստուր ունեին։ Երբ որ գնացի Լիբանան, արդեն ամուսնությունից հետո է, 2 տարի հետո գնացի Լիբանան, այդ ծովը, այդ հարթությունը, այդ խաղաղ արաբների ինչ տրամադրել եւ ամենակարևորը այդ ռմբակոծություններից պատերազմից հետո միտք ծագեց մեջս, որ գեղեցիկ արձաններ անեն, որ սիրուն մագերեսներ ունենան, դու չչարչարվես, չմտահոգվես, քնքուշնի աչքդ շոյի եւ իմ բոլոր արձանները դարան ողորկ մագերեսներով, տարբեր գույների, այդպես աղջիկներ։ Որն է ձեր սիրած։ Հա, որ ձեր սիրած գործը որն է։ Ես ունեմ լավ շրջանի մի քանի գործեր, որ ամեն մարդ ինքը իր համար գլուխ գործողի համար գործողներն են աղոթք, ունեմ աղոթք։ Մի քանի ստեղծագործություններ ունեմ։ Եթե դուք նկատի ունեք մոնումենտալ գործերից, ապա Օտակայանը ինքը գագաթն է։ Ձևի ծավալի լույսի շատ բաներ օգտագործված մեկ գործի մեջ շատ բաներ եւ համերաշխ նստած ճարտարապետության մեջ դրա համար շատ է եւ ծավալով շատ մեծ չարչարանքներով արված աշխատատար այդտեղ այդ հայտնի ճարտարապետների երյակի ֆակտորը կար թե չէ ես եմ օրինել իրենք մեկ անգամից հավանել չէ օրինելու չէ ուզում եմ ասել այդ համագործակցության արդյունքում իհարկե եթե իրենք ախր պատվիրատուն եթե զարգացած մարդ չէ վրիպակ դուրս կգա վրիպակ եթե վատ բանանեց կընտունի եւ այդպես մեր Երևանում շատ արձաններ կա վրիպակներ են բոլորը որոնք դրան եմ էլի բերում ուզում եմ ասել դա նշանակություն ուներ որ իրենց այդ համագործակցության արդյունքում նաեւ ծնվեր ձեր մտահղացում այդ լուծումներով եւ մինչեւ Դեմիրճանի գալը մենք Օտակայանում այդ պատի վրա 5 մետրը 3 մետրի վրա մի կտոր պատրաստել էինք օրիգինալի նման եւ հավաքված էին մեծերը մեր կուսակցական մեծերը եւ ասում են պարոն Մանմանյան այս ինչ է սարե չէր կարող գանգուր մազերով մի հատ տղա քանդագեր մորուքով ինչ կարող ես պատասխանել Դեմիրճանը եկավ տեսավ հիացավ փաթաթվեց ինձ աբրես շատ լավ է խրախուսեց եւ այդ բոլոր կուսակցական մարդիկ սկսեցին ինձ գովա բանել մոռացան որ ուզում էին որ գանգուր մազերով պատկառեն ինչ էր ասում Դեմիրճան ճաշակը շատ բարձր էր ճաշակ իսկ տղաները ճարտարապետները պահ եղավ որ իրենք ուզեցան ուրիշ բան անեն կոնկուրս հայտարարվեց նախագծային ինստիտուտների մեջ ոչ թե քանդակագործների ինստիտուտների մեջ այլ լուծում տալ պատուհանների նման լուծում տալ այս իմ գործն է տարվեց որբիսի ցուցադրվի այդ կոնկուրսի մեջ վերընտրեցին իմ գործը այդ որ հիմա գոյություն ունի վերընտրվեց եւ շատ ուրախալի էր որի համար պետությունն էլ մեզ խրախուսեց պետական մրցանակ ստացանք ես որի համար շատ ուրախ եմ բայց ոչինչ չի նշանակում այդ մեդալը չէ բարձ տեղեր ունեմ կախել այդ հարցը ունեի որ տալու է ինչի համար ստացակ փաստորեն անդրադարձանք 5 րոպե կախել եմ կրծքիցս այդ կարծեցի ոսկի է երբ որ ուզեցա ավելի փայլացնել տեսա տագից արծաթ է լավ Դել չփորեք չէ թողեցի զգուշորեն բավարարում Երևի շատ վաղ ժամանակներում ոսկուց ա եղել, հետո կամած մեդալներն էլ են, դպրոցի մեդալներն էլ սկզբում ոսկի էր, հետո կամած արժե զրկեցին։ Так, այնպես որ Օտակայանը իմ համար շատ պատմական եւ որոշիչ դեր կատարվեց, հետո ես կարողացա ուրիշ ճարտարապետների դաշտ, Լեննագանի Օտակայանն էլ եմ ես արել, երիտասարդ ճարտարապետների հետ, էլի հետաքրքիր լուծումներ են տված այնտեղ ֆինանսական ոչ մի խնդրեմ չկար, ինչպես հիմա կա, բոլոր արձանները, որ հիմա անում ենք, մենք
իրենք ասում են այսքան չափի պետք է անես։ Ես հարցում եմ բյուջեն ինչքան է, տգից դուրս կկանք։ Լավ, ես իմ հոնորորից հրաժարվեմ, բայց կա ցուլման աշխատանքներ, կաղաբար հանելու աշխատանք, ֆինանսական բան, պարտադրում է քեզ։ Ստիպված ես ցավոք թերի անել, փոքր անել։ Ցավոք ամեն ինչ ի վերջո հանգում է գումարին, այո, դուք ճիշտ եք։ Շատ լավ, իսկ ինչպես եղավ որ գնացիք Մերձավոր Արևելք։ Հա, Լիբանան ինձ հրավիրեց, համազգային հրավիրեց, այդ մշակութային բանը կազմակերպությունը ինձ հրավիրեց, հա, որպեսզի հիմնադրեմ դպրոց, այնտեղ նկարչական դպրոց։ Կար ինչ որ բաներ նման, շաբաթական 4 ժամ, ես դարձրեցի շաբաթական 6 օր, օրական 4 ժամ։ Հետագայում գիրք լույս տեսավ այդ 20-ամյակի առիթով այդ հաստատության, որի մեջ ես չկայի։ Որտեղից ես տվել եմ բավականին հետաքրքիր ուսանողներ, շատ հրաշալի նկարիչներ եւ քանդակագործներ եմ տվել։ Բա ինչն էր պատճառը։ Չկամ, չգիտեմ։ Մոռացան։ Չկամ, կուսակցական հետները լեզու չկարողացա գտնել, երրորդ հա, ավարտեցի իմ շրջանավարտներն տվեցի եւ դուրս եկա։ Լեզու չկարացինք, հսկում էին, կոնտրոլ էին անում։ Պարոն Մազմանյան, մենք չենք ուզում շատ զարքանան ուսանողները, թեթևագի, այդպես։ Թեթևագի ծանոթացրու հետ։ Նախաձեռնության իմաստը ո՞րն է։ Բա չի հասկանում, ես գիտեմ։ Չէ, հետո եթե դու մի բան անում ես, պետք է անես լիարժեք։ Հոթերի ոչ ես անի։ Լիարժեք խանդավառված էին ուսանողները, շատ խանդավառված ուսանողներ, շատ հետաքրքրական։ Արաբ ուսանողներ ունեի, տարիքով մեծ ուսանողներ ունեի, 60-70 տարեկան։ Իրենք հրավիրեցին, հետո փոշմանեցին երևի, հա, մտածել չէ, փոշման է, իրականության մեջ այդ շրջանը, որ անցավ, երբ որ թողեցի իրենց, մենք հետո մդիրմացանք, նոր ասեցի, որ մենք սխալվել ենք, պարոն Մազմանյան, այն ինչ որ դուք արել եք գաղութի համար կամ ինչպես ասենք, համայնք պետություն էր Լիբանանում, համայնքը մեր պետություն է, ամեն ինչ ունի, դադագանից սկսած համասարաններով վերջացրած հայկական ամեն ինչ ունի։ Դա պետություն է։ Հիմա էլ, բայց սակավաթիվ են դարել բնակիչները։ Դե այնտեղ տեղի ունեցած այդ տարբեր Մերձավոր Արևելքում այդ բաները ազդեցին մեր համայնք։ Կա Թուրքիան միջամտում է, բոլորին պասպորտներ է բաժանում։ Միտում կա, որ Իսրայելը մտնի թե ինչ անի, չգիտեմ, քաղաքականությունից չեմ հասկանում։ Շատ համով կդոր է Լիբանանը, բացառիկ մի երկիր է, բացառիկ բնություն, ծով եւ լեռ, այստեղ շոկից մեռնում ես, կես ժամից հետո սարի վրա սառում ես։ Հայաստանի նման է։ Հայաստանի նման։ Մի հրաշալի բան ունենք այնտեղ, գյուղաքաղաք ունենք, Անջարը, որը շատ մտավորականների է տվել։ Հիմա էլ շատ զարգացած մի տեղ է, մի վայր է։ Հայության կենտրոն, մի քանի եկեղեցի ունի, այդ փոքրիկ, մի քանի դպրոց ունի։ Այն թափի բանն է, չէ՞, Անջարը էլի։ Ոնց է այդ կարծիքը։ Չէ, այն թափը իր հետ կապ չունի։ Անջարը ես միգուցե ինչ-որ բան Բեյրութից 60 կիլոմետր հեռու։ Անջարը լսել եմ Բալբեգի ճանապարհին, այդպես։ Շատ հետաքրքիր տեղ։ Շատ հետաքրքիր, շատ զարգացած ծաղկուն տեղ է։ Ամբողջ ամառը հայությունը լրիվ այնտեղ, հա, լրիվ չի կարող լինել։ Լեռնա Լիբանանում հայերը շատ տեղեր ունեն հանգստանալու, ամառանոցներ ունեն, բայց բուն այդպես կոմպակտ բնակչությամբ Անջարն է։ Չէ, հետո այնտեղ պետությունն էլ լուրջ հատկացում էր անում հայկական համայնքին, էլի նույն իրենց ղեկավարները Ռաֆիկ Հարիրի կար, բան կար, որի մայրը հայր, չէ՞։ Ռաֆիկ Հարիրի արձանը արել եմ, 2 արձան ունեմ դրած, այնտեղ որտեղ պայթեցրեցին իրեն մահացավ եւ վարչապետարանի արչեւ 2 մեծ մեծադիր արձաններ ունեմ, բրոնզաձուլ Հարիրի, Ռաֆիկ Հարիրի։ Եթե չեմ սխալվում, մայրը հայր, չէ՞։ Մայրն էլ կինն էլ հայ, չէ՞։ Չէ, բանինն էր Ֆրենջին եւ Լահուդի կինն էր, Լահուդի կինը եւ մայրը, այդպես դե բանը պրեզիդենտները անպայման պետք է քրիստոնյա լինեին Լիբանանում, իսկ վարչապետները իսլամ։ Բայց շատ համերաշխել իմ տարիները, որ ապրել եմ, շատ համերաշխել։ Իմ իջալուց ես Հարիրի արձանների համար ստացա Լիբանանյան Օսկարն եմ ստացել։
դա էլ կա, որ ինձ համար շատ պատվաբեր մի բան է եղել։ Իհարկե Արցանը շատ ստեղծագործական չի կարող անել, որտեղ բերեշորը դրեցին դեմս, կոշիկները դեմս դրին, կոստյումի կոջակների թիվը ասին եւ բանը եկավ, դերցակը եկավ, մետրով ասեց, ասի պետք չէ դրանք ասի։ Ես կանեմ, բայց ֆոտոին նման եմ արել, իհարկե, դեմքը լավ եմ արել, դեմքը արդեն շատ ստեղծագործական ներշնչանքով արված քանդակ է։ Այս ձեր խոսքի մեջ ես ժամանակ առ ժամանակ Լեննագանյան Գյումրվա բանն եմ նկատում։ Կապը կա ունեք։ Ես գիտեմ որ այնտեղից եք ծնունդով։ Կապը պահում եք, ունեք կապ։ Անպայման, հա, բարեկամներ, բաներ։ Ես որտեվ ինձ շատ հարազատ է այդ, ես ինձ Շիրակի մարդ եմ համարում, Գյումրեցի չեմ, Լեննագանցի չեմ։ Ինձ շատ խառնվա։ Մեր Բալտիկա, հայա գյուղը Լեննագանի բարբարը լրիվ ուրիշ են։ Մենք Ղարսից քոչվորներ ենք, Ղարսից փախած եկած ենք այդտեղ, գյուղի մեջտեղով մեր գեդեր գնում։ Մի կողմը մշեցիներն են, մյուս կողմը Ղարսեցիներս էինք ապրում, բայց երկու կողմն էլ շատ հետաքրքրական մարդիկ ունեին, շատ հետաքրքրական զարգացած եւ Ղարսեցիք եւ մշտացողներ եւ այլն, եւ երևի պատճառներից մեկը դա եղավ, որ ես ձգտում ունեցա դպրոցական տարիքի ձգտում ունեցա, որ ուրիշ մարդ դառնալ, էլի չմնալ գյուղում։ Գրքին ինձ սովորեցրեցին, հետո մշակույթին, հետո երաժշտությանը։ Իսկ հիմա Մերկուրովի այդ ուսումնարանը կա, գործում է, այո, բայց նորմալ Մարտիրոսյան կարծեմ, հա։ Իմ դասընկերուհին է հիմա այնտեղի։ Մկրտչյան։ Ինչպես։ Սուսաննա Մկրտչյան։ Մկրտչյան, Սուսաննա Մկրտչյան, իմ դասընկեր Մերկուրովի միասին ենք սկսել։ Չէ, հիմա Սուսաննա Մկրտչյանը գեղագիտական այդ կենտրոնի տնօրենն է։ Դա հենց Մերկուրովին է, հա։ Մերկուրովի։ Մեր հյուրը եղել է Սուսաննա Հա, եղել է։ Մկրտչյանը։ Հա, մեր լավ բարեկամն է։ Հիմա գիտեք, ինչ Սուսանան կարող է լավ նկարիչ կարող են դառնալ, միջավայր է պետք։ Բախտդ պետք է բերի, որ դու ճիշտ ուսուցիչ ունենաս, որ քեզ ճիշտ ճանապարհի վրա դնի։ Ճիշտ ճանապարհի վրա չդրեց, ինչպես ձեռքը ջուտակ նվագել։ Սխալ եղավ չէ, ամբողջ կյանքը չես կարող նվագել։ Ես բախտ եմ ունեցել։ Սենսեյ ուսուցիչ պիտի ունենաս, որը ճիշտ դե իմ ուսուցիչը Արդո Չակմակչյանի նման մեկն է եղել, որից հետո բայց ես ունեի մի ուսուցիչ, որը Արդա դասարանային իմ ուսուցիչն եմ համարում, որը մեր մեծագույն քանդակագործներից է այսօրվա։ Ցոլագը, Սիմոնյան Ցոլագը, բացառիկ մի քանդակագործ, բացառիկ բան, ինչպես Իգիթյանն էր գրել Գայֆեջյանի, Վահրամ Գայֆեջյանի մասին, բան տիխի գենի, լրագյաց հանջար։ Մի այդպիսի լրագյաց հանջարել Ցոլակ Սիմոնյան։ Ինքն Սիմոնյանը։ Ես պատմեմ, կարճ պատմեմ, որովհետեւ երկար գլուխ չէ։ Արդո Չակմակցյանը, որ իմ ուսուցիչն էր, շատ հետաքրքրական մարդ էր, տարօրինակություններ շատ ուներ։ Մի օր եկանք իր արվեստանոցի դեմը մեծ քարեր դրած մարմարի։ Արդո Չակմակցյանը նստած թերթ էր կարդում։ Հարցրեցի. «Ընկեր Չակմակցյան, ինչու՞ չես ներս մտնում»։ Ասեց ժամի 1-ին նոր պիտի բացվի։ Ինքը փագել, թուղթը վրա գրել է, որ կլինեմ ժամի 1-ին։ Եկեք կարդացել է, որ ժամի 1-ին է բացել, նստել թերթ է կարդում։ Մոռացել է, որ դա իր արվեստագետ է, էլի։ Եվս մեկ հատ էլի իրեն հետ ունեմ։ Ես էլ էի դալտոնիկ, Արդո Չակմակցյանն էլ դալտոնիկ էր։ Հյուր ենք գնացել Մոսկվա, ֆիզիկոսների մոտ ենք։ Իմիջիալով շատ շփվում ենք Ալեխանյանի միջոցով, շատ ֆիզիկոսների ծանոթ ենք Մոսկովյան։ Հյուր ենք գնացել, մեկի տունը հյուրընկալվել ենք, ես ու Արդոն նույն սենյակում ենք քնում։ Մեկ ուրիշ ֆիզիկոս մեզ հյուր կանչեց։ Ուրեմն падերը կպցրել էին արդեն ինչ ենկա պաստառներ, աբոյներ, չէ՞, պաստառները կպցրել էին падերը, բայց կահույքը դեռ նոր պիտի առնեին։ Ինձ հարցնում են որպես նկարիչ։ Ինչ կարծիք ես, ես գույնի դե ասի քանի որ սա կանանչ է, միշտեր դա կարիճնվի էր։ Շագանակագույն էր։ Սրանք մտածեցին չեն ծաղրում է, ձեր առնում։ Ասեցին լարդոին, Արդոն եկավ, քանի որ սա կանաչ է։ Նայել էր դալտոնիկը, ես խեղդերը շշմեցին։ Սրանք պայմանավորվել են, հա։ Չէ, ուրիշ սենյակում էր։ Չէ, գիտեմ, իրանց մտածած է, սրանք հաստատ պայմանավորվել են, ծաղրում են մեզ, էլի։ Ուրիշ քանդակի վերաբերյալ էլ մեկ հումոր ասեմ, ես մի հայտնի մարդու արցան էի դրել, բացումը պետք է լիներ մի քանի օրից։ Եվ
շորով փաթաթել էին այսպես։ Հիմա գյուղում գյուղաքաղաք էր դա, Լեռնա Լիբանան։ Տարածվել էր որ էսիշ նման է Ռիմոնեդեի արցանն են բացել, էսիշ նման է, էսիշ նման է։ Մենք էլ արցանից մի քանի մետր հեռավորության վրա ենք։ Մեկը եկավ նայեց նման ասեց։ Սա ի՞նչ է նման։ Այդ շորով փաթաթվածը գիտի դա է արցանը։ Ինչ է նման է։ Լավ, այսպես կարող ենք երկար զրուցել, բայց միշտ ժամանակը տարեկան 2 անգամ կարող ենք հանդիպել 2-3 անգամ, բայց նորություններից հետո, եթե ես նոր բաներ անեմ, թող այդպես լինի, կամ նոր թեմաներով, նոր ստեղծագործական հաջողություններով, արվեստի ոգու մեջ մտնենք, ընդերքը մտնենք, ուրիշ բաներից խոսանք, մշակութային մեր օջախներից, ինչ վիճակի մեջ են, Երևանը ինչ վիճակի մեջ է, քաղաքաշինությունը, շատ թեմաներ կա։ Եվ նաև արդյունավետ լինի այդ քանդակների բացի թեմայից, նաև ես փառք Աստծո հիմա աշխատում եմ արվեստանոցս, 2 արվեստանոց ունեմ, մեկը տաք է, ծմերին չի խանգարում, տան 3-րդ հարգը, մյուսը առանձին է, այն նա էլ է տակացած, բայց տանն եմ աշխատում, փառք Աստծո աշխատանքային բան ունեմ հիմա, ցանկությունն եմ աշխատելու։ Կան այնտեղ տարբեր բաներ, ես հաճախ եմ նայեմ, տեսնեմ, կարող եք նկարահանում այնտեղ անել։ Չէ, մերը տաղավարին է, ուրիշ ֆորմատ է, դե տեսնենք, միգուցե։ Ձեր տաղավարը ես ինչպես ասեցի, շատ սիրեցի ձեր տաղավարը, շատ մարդկային։ Մի քիչ ավելին է, քան պետք է երևի մարդկայնությունը։ Հա, ջերմ է, բայց։ Ջերմ։ Չէ, սիրուն, ճիշտ է մշակված, շատ ճիշտ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ավարտենք։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել էի քանդակագործ Մկրտիչ Մկրտչի Մազմանյանը։ Ստեսություն, միշտ հանդիպում։